Երևանում գտնվող Հայաստանի ամերիկյան համալսարանը Իրանից հեռու է մոտ 700 կիլոմետր։ Այն ակտիվ է տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության ոլորտներում, ինչպես նաև բիզնես ոլորտի մի շարք ուղղություններում, այսինքն զուտ բովանդակային մասով Իրանի համար վտանգներ կարծես թե չկան։ Համալսարանում ամերիկացի ուսանողների կամ անձնակազմի թիվը այնքան մեծ չէ, որ իրանական կողմի համար հետաքրքիր լինի որպես ամերիկյան կողմին ցավեցնելու թիրախ։ Գերակշիռ մասը հայեր են, նաև հնդիկներ, ռուսներ, պարսիկներ։ Հիմա կասեք ինչու Բեյրութի ամերիկյան համալսարանը շարքում ներկայացրեցի երրորդը, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանը վերջինը։ Դե նախ նրա համար, որ շարքը այսպես դասավորելը մեզ հայերիս համար ավելի ձեռնտու է։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա վերջին հաշվով, եթե ամեն մանրուք ծանրութեթև անելու լինեն, Բեյրութի ամերիկյան համալսարանի դերը կարող են գնահատել նաև որպես Լիբանանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ամերիկյան արժեքների ու քաղաքականության ամրապնդման կարևոր օղակ։ Այդ առումով Հայաստանի ամերիկյան համալսարանի դերակատարությունը ներկայացվում է մի փոքր այլ կտրվածքով և մի փոքր այլ լույսի տակ։ Ըստ ամիսներ առաջ ակտիվ տարածվող թեզի, այն քիչ էր մնում հռչակվեր ոչ թե Հայաստանում ամերիկյան, այլ ռուսական քաղաքականությունը առաջ մղող կենտրոն։ Որքանով էր ճիշտ, որքանով էր սխալ, ցույց կտա ժամանակը, բայց գոնե բաց աղբյուրներին հետևելով և քարոզչական թեզերը մի կողմ դնելով, անվիճելի է, որ գիտակրթական այս կենտրոնը, այսպես ասենք, այնքան էլ հաճախ չի հանդես գալիս ամերիկյան քաղաքականության ակտիվ քարոզով ու այդ քաղաքականության պաշտպանությամբ, և հակառակը այնքան էլ ակտիվ չի քննադատում և պախարակում ռուսական քաղաքականությունը։ Այդ դեպքում էլի ինչ իմաստ ունի Իրանի կողմից դրա թիրախավորումը, եթե արդյունքում Ամերիկայի փոխարեն Հայաստանն ու այսպես ասենք մի այլ երկիր, օրինակ Ռուսաստանն են կորուստ ունենալու։ Երկրներ, որոնց հետ Իրանը այս պահին հարաբերությունները փչացնելու ոչ ցանկություն ունի և ոչ էլ կարևոր է շահ։